Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Իսկ դու ինչ ես առաջարկում։ Լռենք։ Չէ։ Չէ, իհարկե չէ։ Գործենք, բայց զգուշ։ Չէ, պապի։ Ինչքան էլ որ քո խոսքը իմ համար միշտ կարևոր ա եղել, այս անգամ խղճիս եմ լսելու։ Ու գիտես ինչի։ Որովհետև ես էլ եմ արդեն սկսում կասկածել, որ Արմանը պատահաբար չի այդտեղ հայտնվել։ Ես այդպես չեմ մտածում, Վալես։ Իսկ ես այդպես եմ մտածում, պապի։ Ու գիտես ամենաշատը ինչն է խղճից ծանրացել։ Որ պապաս ասում էր հեռու մնա Արմանից, ես չլսեցի։ Ես Արմանին մոտ թողեցի։ Ու միջև իրենք պատասխան չտան, ես չեմ հանդարտվելու։ Ինչ է եղել։ Եվ որտեղից իմացար, որ ես այստեղ եմ։ Բանալին էստեղ էր։ Ես որ դուրս էի գալիս, տեղ բանալի չկար, դժվար չէր հասկանալը։ Բարզան։ Ապրես։ Որ գորը ինձ բերում էր ստեղ, ես ամբողջ ճանապարհին մտածում էի, որ հեսա Արյան հետքեր ա տեսնելու կամ կարող է ինձնից ինչ-որ բան թողած լինեմ։ Բայց եկա տեսա, որ ամեն ինչ մաքրել ես։ Դժվար չէր հասկանալ, որ դու գորի համար կարևոր մարդ ես։ Ինքը քեզ վերաբերում էր այնպես, ինչպես փոքր եղբորը կվերաբերվեր։ Ճիշտ է, ես ընդհանրապես չեմ ուզում, որ դու այստեղ ապրես։ Բայց գորին չկարողացա մերժեմ, որովհետև վահենել չէր մերժի հաստատ։ Ու բացի այդ ես գիտեմ լավության տակից դուրս գալ։ Ամեն դեպքում համարի, որ սա քո արածների պատասխանն է ուղղակի։ Եթե այս հանգամանքները չլինեին, ես քեզ չէի թողնի, որ դու այստեղ մնայիր։ Գորը ինձ ասեց մի քիչ առաջ, որ այսօր ա եղել պապայի թաղումը, ես էլ ապուշ կատակներ էի անում։ Կներես։ Կներես աշխարհի ամենաանիմաստ բառն է։ Այդ լավ իմացի։ Հա, որ։ Ու հիմա խնդրում եմ Էլենից տեսք մի ընդունի, իբր դու անմեղ գառես։ Դու արդեն հասցրել ես քո իսկական երեսը ցույց տալ։ Ուղղակի խոսելուց առաջ մի փոքր երկար մտածի։ Ընդհանրապես պարտադիր չի, որ դու բոլորի հոգեվիճակից տեղյակ լինես։ Ուղղակի կարելի է մարդկանց հետ խոսելու ձև ունենալ։ Արդեն ասեցի, չէ՞, կներես։ Ես որ իմանայի տենց բան ա եղել, ինձ հաստատ տենց չէի պահի։ Հույս ունեմ, որ դու շատ արագ դուրս կգաս այս տնից, որովհետև ես չեմ ուզում, որ իմ Վահեի տունը քո ու քո ընկերների համար դառնա կացարան։ Ինչքան հասկանում եմ, այդ ընկերդ նորից կգա, չէ՞ այս տուն։ Ինքը վստահ է, որ այս տանը կկարողանա գումար գտնի։ Չէ, այդ թողին վրա ինքը էլ ստեղ չի գա։ Պետք է շնորհակալություն ասեմ։ Ռեբեկա ջան, բայց ով քեզ տենց բան ասեց։ Գիտես, լավ կլիներ ընդհանրապես, որ դու շնորհակալ լինեիր, որովհետև ես պատկերացնում եմ, որ հանկարծ գորը գար, իմանար ինչ աստեղ կատարվել, վախենում եմ անգամ պատկերացնել, թե ինչ կլիներ քեզ հետ։ Բայց ամեն դեպքում ես գորին չասեցի, որովհետև ինքը իմ պատճառով արդեն այնպիսի պատմության մեջ է ընկել, որ մինչև հիմա դուրս չի գալիս։ Խոհանոցում ուտելիք կա։ Այսօր բերել էի քեզ համար, որ հիմա էլ չվատանայիր։ Դեղերն էլ ներքևի դարակում են։ Ու Աստված տա, որ մենք էլ երբեք չհանդիպենք։
Պապին ասաց ինչ ա եղել։ Հա? Իսկ պապին ասաց, որ ես Արմանին սխալ եմ հասկացել։ Սառա, ես ապշում եմ պապիկի վրա ուղակի։ Էլկա ես չեմ ուզում դա քննարկել, որովհետև դու կարծիքդ չես փոխելու։ Ուրեմն ոչ մի բան էլ մի ասա։ Ուղղակի ուզում եմ ասել, որ հետո քեզ համար շատ դժվար է լինելու։ Ես էլ եմ ուզում, որ արդարությունը հաղթի ամեն ինչ պարզվի։ Էդ էլ քո համար եմ ուզում, Ռեբեկայի համար եմ ուզում։ Դուք իմ համար կարևոր մարդիկ եք, ես ուզում եմ, որ դուք հանգստություն գտնեք։ Թող պարզվի ամեն ինչ, բայց դու Արմանի դեմ չխոսես։ Դու Արմանի դեմ ինչ-որ քայլ չանես, հետո շատ ես զղջալու դրա համար։ Սառա, ես շատ կարճ կկապեմ։ Չեմ ուզում քեզ ինչ-որ բան համոզել էլ կա, ուղղակի, եթե հիմա չխոսեմ, հետո էլ ինքս ինձ չեմ ներելու։ Էլ կա։ Հա, Արմանը սխալ է արել, որ քեզ չի ասել, բայց փորձի իրեն էլ հասկանալ։ Հեշտ չի, չէ, հոր դեմ խոսելը։ Մի պահ պատկերացրու, որ ես քո պապիկի կամ Ռեբեկայի հետ կապված մի այնպիսի բան գիտեմ, որի մասին մարդկությանը հայտնելը, հա, շատ ազնիվ կլինի, բայց մյուս կողմում դուք եք։ Չգիտեմ, անգամ պատկերացնելն է շատ դժվար։ Ախր բոլորս գիտենք, որ դու Արմանին սիրում ես, ինքն էլ քեզ։ Ու դուք առավել քան ես լավ եք ճանաչում Արմանին։ Արմանը ընդունակ չի վատ քայլ անելու, հատկապես եթե մեջտեղում դու կաս։ Էլի թող արդարությունը հաղթի, թող մեղավորը պատժվի, բայց դու Արմանի դեմ նման քայլ չանես։ Հետո դու քեզ չես ներելու ու շատ ես զղջալու։ Գնա, հա։ Բայ, ինչ լավ է եկար։ Ինձ թվաց ուշ կգաս։ Չէի ուզում գալ։ Ուզում էի հանգիստ լինել։ Բայց հետո հասկացա, որ հանգիստ լինելու համար պետք է ուղեղս տանը թողնեի։ Իսկ դա անհնար է։ Կլինի գրկեմ քեզ։ Հա, զարմացած մի նայ, արի նստի։ Գիտեմ, որ մեր հարաբերությունները միշտ էլ անկայուն վիճակում են եղել, բայց ուզում եմ իմանաս, որ ես ուրախ եմ, որ գտել եմ ձեզ քեզ։ Ինչ։ Ուզում եմ իմանաս, որ դու մենակ չես։ Ու ինչ էլ լինի, ես միշտ քո կողքին կլինեմ։ Ռեբեկա, ես տեսնում եմ, թե քո մեջ ինչքան բան է կոտրվել ու անկեղծ ես էլ եմ ցավ ապրում հիմա։ Միշտ մտածել եմ դու ուժեղ մարդ ես, որովհետև այդ ուժեղ կերպարն ես ստեղծել, բայց չէ։ Դու իրոք շատ ուժեղ մարդ ես։ Իմ մասին էլ եմ նույնը մտածել, բայց հիմա հասկանում եմ, որ փոքր քրոջիցս շատ բան ունեմ սովորելու։ Հիմա ինչի ես այդ ամենը ինձ ասում։ Ուղղակի մտածում եմ ու բարձրաձայնում։ Ուղղակի անկեղծ եմ։ Դու միշտ ամեն ինչ անկեղծ ես, չէ՞ անում։ Անկեղծ ատում ես, անկեղծ սիրում ես։ Ասում ես այն, ինչ մտածում ես, չես խնայում։ Ու հիմա որոշեցիր դու ինձ չխնայես։ Բայց ես լավ բաներ եմ ասում։ Ուղղակի ինձ այնքան քիչ են լավ բաներ ասում։ Ես գիտեմ ոնց պետք է արձագանքեմ մեղադրանքներին, բայց լավ խոսքերին, ջերմությանը չգիտեմ ինչ ասեմ։ Հիշում ես մի օր շատ վատ էի։
Դու ու Էլկան եկաք իմ ննջարան ու ֆիլմ նայեցինք։ Հիշում ես։ Այդ ձեր թերապիան էր, չէ։ Հա, մի ժամանակ օգնում էր։ Մտածում եմ, կարողա նույնը կրկնենք։ Հասկանում եմ, դու շատ վատ վիճակում ես, ուղղակի մտածում եմ, կարողա մի փոքր կարողանաս կտրվել իրականությունից։ Դու էլ ես տխուր, չէ։ Սար այսօր գորին եմ հանդիպել։ Դու ունես նախընտրած ֆիլմ, թե ես նայեմ։ Մենք շատ երկար խոսեցինք։ Եթե չեմ սխալվում, սարսափ ժանրի սիրահար ես, չէ։ Քո մասին էլ ենք խոսել։ Ռեբեկա, ես չեմ ուզում գորի մասին խոսենք։ Ես ուզում եմ իրեն մոռանալ, խնդրում եմ։ Եթե հնարավոր է իմ մոտ գորից մի խոսի, լավ։ Տարօրինակ է։ Դու ուզում ես մոռանալ, իսկ գորը լրիվ ուրիշ տրամադրվածություն ուներ։ Չհասկացա։ Ուղղակի գորի խոսելուց հասկացա, որ ինքը ձեր հարաբերություններն ավարտած չի համարում։ Դու ես այդպես հասկացել, թե ինքն է ասել։ Խոսք գնաց ձեր բաժանումից ու ինքը ասաց, որ դու շտապել ես, երբ բոլորին հայտարարել ես, որ դուք բաժանվել եք։ Ինձ թվում է դու ինչ-որ բան սխալ ես հասկացել, որովհետև հենց գորն է մեր հարաբերություններին վերջ դրել ու մի քանի անգամ առիթ եղել է, որ հասկացնի, որ իրոք վերջն է ու շարունակություն չկա։ Այդ դեպքում գորը ուղղակի տարօրինակ է, որովհետև քեզ մի բան ասում, իսկ ինձ լրիվ ուրիշ։ Ես ավելի լավ է գնամ համակարգիչս բերեմ, որ նայեք։ Խոսք գնաց ձեր բաժանումից ու ինքը ասաց, որ դու շտապել ես, երբ բոլորին հայտարարել ես, որ դուք բաժանվել եք։ Հանգստացի, Սարա, հանգստացի, Ռեբեկային ամեն ինչ սխալ է թվացել։ Սար։ Այդ ում հետ էիր խոսում։ Ով։ Ես։ Չէ, ոչ մեկի։ Ինչի՞ է ձեզ բոլորի թվում, որ կարող եք Ռեբեկայից ինչ-որ բան թաքցնել ու ինքը չպիտի նկատի լա։ Ճիշտն ասած, Էլկայի մասին եմ ուզում խոսել։ Մի հարց կա, որ ինձ շատ անհանգստացնում։ Հա, ասա, լսում եմ։ Պարոն Սարոյան, ես ձեր ընտանիքի անդամներին հրավիրելու եմ բաժին, բայց մինչ այդ կցանկանայի միասին խոսենք։ Դուք եք պապայից գործով զբաղվում։ Դուք քննիչն եք։ Հարց տվեցի ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք, դուք եք քննիչը։ Այո, ես եմ քննիչը։ Ես ձեզ շատ կարևոր ասելու բան ունեմ։ Եթե պապայից գործով դուք եք զբաղվում, ուրեմն պետք է անպայման ինձ լսեք։ Շատ լավ։ Եթե ասելու բան ունեք, վաղը ձեզ առաջինը կկանչեմ։ Վաղը չէ, հիմա։ Էլկա, Պապի, խնդրում եմ։
Եթե հիմա չասեմ, կարող է հետո էլ չկարողանամ ասել։ Շատ կարևոր է, կարող է էլ հետո համարձակությունս չների, որ ասեմ։ Ես գիտեմ ով ասմանել պապայիս։ Ես հասկանում եմ, որ էլ կայի մեջ բոլոր էմոցիաները խառնվել են իրար։ Բայց իր պահվածքը նորմալ չի, չէ։ Ամեն դեպքում հեշտ բան չի գիտակցել, որ սիրածը տղայի հայրը սպանել է քո հորը։ Դե հա, հասկանում եմ, բայց իրականության զգացողությունը պետք չի չէ կորցնել։ Դե հա ճիշտ ես ասում։ Ուղղակի ոչ բոլորի մոտ է ստացվում էմոցիաները կառավարել ու հավասարակշիռ մնալ այդ իրավիճակում։ Ռեբեկա, ինձ անկեղծ կասես, հոգուտ խորքում դու էլ ես Արմանին մեղադրում։ Հա հասկանում եմ, որ ինչ-ինչ բաներ չես ասում, որ ավելի չբորբոք ես կրակը, բայց դու էլ ես մեղադրում հոգուտ խորքում։ Համ հասկանում եմ, համ մեղադրում։ Երբ նայում եմ Արմանի տեսանկյունից, մտածում եմ, որ ես էլ նույնը կանեի։ Վերջի վերջո այդ ամենը ինձանից կախված չէր լինելու։ Իսկ երբ նայում եմ իմ տեսանկյունից, հասկանում եմ, որ այդ ամեն ինչը սխալ է։ Ամեն դեպքում մի բան գիտեմ, որ մեղավորը չպիտի անպատիժ մնա։ Ըստ բարոյական նորմերի, հա, պիտի որ բարոյականությունն ու ճիշտը հաղթեն, բայց ավելի հաճախ հենց սխալն ու վատն է հաղթում։ Ուղղակի մի բան կա աշխարհում, որ ամեն ինչից շատ ավելի ուժեղ է։ Այդ ժամանակն է։ Հավատա Ռեբեկա, ժամանակը ամեն ինչ իր տեղն է գցում։ Ֆիլմ միացնեմ։ Կնեղանաս, որ հիմա չնայենք։ Չէ, չեմ նեղանա, ճիշտ ասած իմ հավեսն էլ արդեն կորավ։ Գնամ տեսնեմ Էլկան ինչ անում։ Ինչքան էլ որ գիտեմ սխալ չի, ամեն դեպքում հիմա իրան այս վիճակում մենակ թողելը վտանգավոր է։ Աստված գիտի ինչ կարա մտքով անցնի։ Ելկա ուսով եմ հասկանում ես, չէ, որ առանց երկար բարակ մտածելու ամեն մի ավելորդ բառ կարող է անդառնալի հետևանք ունենալ։ Պարոն Սարոյան, իհարկե ձեր թույլտվությամբ, բայց ես ձեր թորնիկի հետ առանձին պիտի խոսեմ։ Չէ, ինչու առանձին։ Հարցեր ունեք տալու, տվեք, ես այստեղ կլինեմ։ Լավ, այդ դեպքում պիտի խնդրեմ չխառնվել մեր զրույցին։ Նստեք։ Ում նկատի ունեք, ում մասին է խոսքը։ Ես երկար եմ մտածել հորս մահվան դեպքի հետ կապված։ Երկար եմ մտածել ում էր պետք հորս մահը ու մի մարդ կա ում անունը մտաբերել եմ։ Վերջին օրերին պապան շատ լուրջ խնդիրներ ուներ այդ մարդու հետ։ Ես անձամբ եմ տեսել, թե իրենք ոնց էին վիճում, թե տպարանում, թե մեր տան մոտ։ Ու այդ մարդու անունը Գարիկ է։ Գարիկ։ Հա։ Ինքը մեր պապիկի վարորդի Արմանի հայրն է։ Դե Արմանին դուք արդեն գիտեք։ Գարիկը Արման Հովանեսյանի հայրն է։ Կենսաբանորեն։ Նրանք վաղուց իրար հետ ոչ մի կապ չունեն։ Շփում նույնպես չի եղել շատ վաղուց։ Հա, պապին ճիշտ է։ Արմանը մեզ հետ է մեծացել։ Ինքը իր հոր հետ ընդհանրապես կապ չուներ։ Ինքը հաստատ ոչ մի բան չգիտի ոնց մենք։ Եթե ինչ-որ մի բան էլ գիտի, մեր իմացածի նման ուղղակի կասկածների հիման վրա է։ Դու կարող ես հանգիստ լինել, Էլկա,
Հարազատին վերաբերյալ հարցի շուրջ կարող են ցուցմունք չտալ, այնպես որ Արմանին ոչ ոք պատասխանատվության չի ենթարկի։ Այդպես է, մի անհանգստացեք։ Ես իհարկե հասկանում եմ, որ ձեզ հիմա շատ դժվար է խոսել այս թեմայով, բայց պիտի հարցնեմ։ Ես ճիշտ հասկացա, որ դուք ձեր հայրիկի մահվան մեջ մեղադրում եք ձեր պապիկի վարորդ Արմանի հայր Գարիկին։ Ես ուղղակի երկար եմ մտածել։ Ես երկար եմ մտածել ում էր պետք հորս մահը, ու բացի այդ մարդուց ուրիշ մարդու անուն չեմ մտաբերել։ Մենակ ինքն էր, որ պապայիս հետ խնդիրներ ուներ։ Ինչ խնդիրներ։ Չգիտեմ ինչ խնդիրներ։ Ես պապային հարցրեցի, պապան ոչ մի բան չասաց։ Ես հստակ չգիտեմ, որ այդ մարդն է սպանել, ուղղակի կասկածներ են։ Ուզում եմ, որ դուք մարդասպանին փնտրելուց այս տարբերակն էլ հաշվի առնեք։ Այդ լավ է, որ փորձում եք մեզ օգնել։ Իրականում շատ կարևոր տեղեկատվություն հայտնեցիք։ Այսքանով ավարտենք, բայց կարծում եմ շուտով հավելյալ ցուցմունք տալու կարիք կլինի, արդեն մեզ մոտ բաժնում։ Բայց ես արդեն ասեցի են ինչ գիտեմ։ Վստահ եք, օրինակ ես վստահ չեմ։ Պապ, Ոնց ես տղես։ քո կարծիքով քո այսքան արածից հետո ոնց պետք է լինեմ։ Կբացատրես ինչ ես կորել։ Ուր ես, ինչ ես անում։ Թե կարող ասես, որ դու ոչ մի բանի հետ կապ չունես։ Արման ջան, արի վաղը հանդիպենք։ Ես քեզնից ոչ մի բան չունեմ թաքցնելու։ Վաղը կհանդիպենք, կխոսանք ու ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ես չեմ պատկերացնում, թե դու ինչ պետք է բացատրես, բայց համաձայն եմ։ Ես քեզ շատ հարցեր ունեմ տալու։ Հենց դրա համար էլ զանգել եմ։ Ես էլ Սարոյանների տանը չեմ աշխատում։ Քեզ երբ հարմար է արի իմ տուն, ես տանն եմ լինելու։ Արման, ես չեմ ուզում քո տան կողմերը Երևան։ Արի ավելավան այստեղ հանդիպենք, որ ոչ մեկ մեզ չխանգարի։ Իմ տանը քեզ ոչ մի բան չի խանգարի։ Արի, ես քեզ տանը կսպասեմ։ Գուցե կա որևէ բան, որ հիմա ինչ-ինչ պատճառներով չեք կարողանում ասել։ Դուք իսկապես ինձ ասեցիք այն ամենը, ինչ գիտեք։ Հա։ Քիչ առաջ ավելի վստահ էիք խոսում, ինչ պատահեց։ Էլկան հորն է կորցրել, ու կարծում եմ հասկանալի է նրա հոգեվիճակը։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցերին, կարծում եմ ավարտեցիք, չէ՞։ Այո, այսօր ավարտենք, մնացած հարցերը հետո բաժնում։ Լավ, խնդրում եմ նորությունների դեպքում առաջինը ինձ տեղյակ բերել։ Անպայման, հաջողություն։ Հիմա ինչ է լինելու, պապի։ Էլկա ասա ինձ, դու իսկապես ճիշտն էիր ասում։ Դու լուրջ տեսել ես, թե ինչպես են հայրդ ու Գարիկը վիճում։ Հա, պապի, տեսել եմ, ու մի անգամ չէ։ Մի անգամ տեսել եմ տպարանում, պապայի աշխատասենյակում, մյուս անգամ էլ մեր տան մոտ։ Ուղղակի պապան ասել էր, որ քեզ չասեմ, ասել էր, որ պետք չի դու իմանաս, դրա համար էլ քեզ չէի ասել։ Ես գիտեմ, որ դու հիմա ջղայնացած ես, բայց ես գիտեմ, որ իմ արածը սխալ չէր։ Այստեղ հիմա սխալի ու ճշտի խնդիրը չի։ Ինձ հիմա ընդամենը մի բան է մտատանջում, այն, որ քո ասածից հետո
որևէ մեկը հանկարծ չտուժի այս պատմության մեջ։ Պապ չմոռանաս, որ սպասելու եմ քեզ։ Ինչ համով էր։ Լավ առաջարկ ունեմ։ Արի մի հատ էլ շաուրմա պատվիրենք, հետը տարտում։ Որ տան ուտեմ քեզ հիշեմ։ Չէ, որ տանն էլ երջանիկ լինես։ Չեմ ուզում։ Հա որ։ Աչքերիդ փայլը լրիվ ուրիշ բան է ասում։ Հեսա համոզելու ես, հա։ Հեսա մի շաբաթվա մենյու ենք արդեն իրար հետ կազմելու, որ շաբաթվա ընթացքում առաքեմ ձեր տուն։ Որ ամբողջ շաբաթ երջանիկ լինեմ։ Գնում եմ պատվիրեմ։ Բանջարեղեն, սոուս։ Բայց համոզեցիր։ Գնա։ Գնացի։ Մի րոպե, ես ճիշտ եմ հա հասկանում, որ դու քննիչին այդ մարդու անունն ես տվել։ Բայց արդեն ես էլ եմ կասկածում ճիշտ եմ արել, թե չէ։ Ռեբեկա, դու էլ ես մտածում, որ սխալ եմ արել։ Խնդրում եմ չասես, որ դու էլ ես այդպես մտածում։ Այդ Գարիկը մարդասպան է։ Հա, ճիշտ ես։ Ես համաձայն եմ, որ ամեն մեղավոր պետք է պատասխան տա։ Ուղղակի էլ չկա։ Չկա էլ ուղղակի։ Էլ ինչ ուղղակի, Ռեբեկա։ Ամեն անգամ մի բան լինելու է, որ չխոսանք։ Ամեն անգամ մի պատճառ լինելու է, որ ոչ մի բառ չասենք, հետո դից երբեք արդարություն չի լինի։ Մեր պապան աշխարհի ամենավատ մարդն էլ եթե լիներ, մեկը, մեր պապան էր։ Ինքը ոչ մեկ չուներ, որ իրան կպաշտպաներ։ Ինքը ոչ մեկ չուներ, որ իրան թևութի կանգներ։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր պապային սպանողը բանտում հայտնվի։ Ու այդ ամենաքիչ բանն է, որ մեր պապայի համար հիմա կարող ենք անել։ Մեծ զբաղվելու բանը չկա։
Ռեբեկա, ինչ ես մտածում։ Ճիշտ արեցի, որ ասացի Գարիկի անունը, թե չէ։ Դու էլ, որ ոչ մի բան չես ասում, մտածում եմ իրոք սխալ եմ արել։ Չէ, ես ուղղակի մտքերով եմ։ Նորմալ է ամեն ինչ։ Էլկան ու Ռեբեկան քնած են։ Սովորաբար շուտ են արթնանում, բայց վերջերս այնքան դարված են, որ չեն էլ կարողանում նորմալ քնել։ Բարի լույս։ Բարի լույս, բալես, նստեք հիմա թեյն էլ կլցնեմ։ Բարի լույս։ Ես չեմ ուզում։ Ինչի՞։ Ուղղակի։ Ես երեք խոսել եմ քննիչի հետ։ Հուսով եմ, որ չես ասել չէ կասկածներիդ մասին։ Իսկ ինչի պիտի չասեի։ Ինչի պիտի խղճայի հորս սպանողին։ Էլկա, երբեմն ստիպված ենք լինում մեզ վատություն անողին խնայել, ավելի կարևոր ու սիրելի մարդկանց համար։ Այս դեպքում խոսքը Արմանի մասին է։ Պապայիդ ցավոք չես կարող էլ հետ բերել, բայց այ Արմանին հաստատ կվնասես։ Ու ինչ։ Ինչ։ Արմանի պապան, որ պապայի սպանում էր, մտածեց դրա մասին։ Իսկ Արմանը։ Սարա, դու երբ ինձ դարձար Արմանի անձնական փաստաբանը։ Ուզում եմ հասկանամ, ինչի ես դու մտածում, որ դու մայր Թերեզան ես, ես էլ անխիղճ դահիճ։ Աղջիկներ, խնդրում եմ, պետք չի վիճել։ Չենք վիճում, մամ ջան։ Ուղղակի Սարան արդեն 2 օր իրան այնպես է պահում, իբր ես շատ վատ մարդ եմ։ Ահա որ վատն եմ ու անխիղճ ինքն էլ բարության մարմնացում։ Սարային պապային է սպանել։ Այդ հասկանում ես։ Իմ պապային սպանել են։ Արմանի մասին ես մտածում։ Բա իմ ցավը ինչի չես տեսնում, Սարա։ Չէ, ես հասկանում եմ, որ իմ պապան քո համար եղած չեղած մի հաշիվ էր, բայց ես չեմ կարող թքած ունենամ իմ հոր վրա։ Իսկ կարող եմ մի օր էլ գաս ասես՝ մի սքացեք, հա։ Էլկա արդեն ավելորդ բաներ ես խոսում։ Ավելորդ են, հա, խոսքերս։ Սարա, քեզ գիտես ոնց ես պահում։ Որ ես 2 օր արդեն մտածում եմ ես եմ սխալ, վատ բան եմ անում, որ ուզում եմ հանցագործը լինի բանտում։ Իսկ այդ գիտես ինչից է։ Որովհետև դու ինձ չես հասկանա։ Որովհետև դու չէիր երեք հորդ հողին հանձնում, Սարա։ Դրա համար էլ ձայնդ տակ տեղից է գալիս։ Տակ տեղից։ Իմ ու քո տարբերությունը մեկն է, Էլկա։ Ես իմ հոր սպանողին ներել եմ, իսկ դու չէ։ Արմանի հոր պատճառով մի քանի օր առաջ դու կորցրել ես հորդ։ Իսկ քո հոր պատճառով ես այդպես էլ չհասցրեցի ճանաչել հորս ու չիմացա ինչա նշանակում պապա ունենալ։ Սխալ եմ Էլկա։ Հա կարողա շատ հարցերում չեմ հասկանում, քեզ կարողա չեմ հասկանում ինչ ցավ ես զգում, բայց դրա մեղավորը ես չեմ, չէ՞։ Ինչ է այստեղ կատարվում։
Բայց դու էլ երբեք չես հասկանա ինչա նշանակում ապրել ամբողջ կյանքում այն մտքով, որ ոչ մեկի պետք չես եղել։ Հետո գալ տուն, որտեղ քո թվացյալ պապան է ապրում, ու տեսնել ոնց է ինքը քեզ ամեն օր արհամարում։ Ու հետո իմանալ, որ այդ թվացյալ պապան սպանել է քո հորը։ Սարա, Ասում ես ես խաղում եմ։ Ասում ես մարդասպանը պիտի իր արժանի պատասխանը ստանա։ Բա ես ինչի այդպես չմտածեցի էլ կա։ Որովհետև էլ չէի կարող հետ բերել պապայիս։ Որովհետև չէի կարող հետ բերել եմ տարիները, որոնք կորցրել եմ քո հոր պատճառով։ Որովհետև ձեզ չէի ուզում կորցնել։ լավ վերջ տուր։ Ինչի՞։ Այս տանն էսպես է կարգը։ Մինչև ամեն ինչ բաց տեքստով չես ասում, քեզ ոչ ոք չի փորձում հասկանալ։ Սարա, դրանք տարբեր բաներ են։ Ինչն է տարբեր։ Ինչ տարբերություն էլ կա։ Քո դեպքում այդ աններելի է, իմ դեպքում չէ։ Մի պահ ուղղակի պատկերացրու ինչա նշանակում մի հարկի տակ ապրել մարդու հետ, ով սպանել է քո հորը։ Ահա որա, չէ։ Բայց ես արել եմ։ Որովհետև դու Ռեբեկան ինձ համար ավելի կարևոր եք եղել, որովհետև դուք ինձ համար առաջնային եք եղել։ Այս կյանքում այնքան հեշտ է սիրել մեկին, երբ ոչ մի խանգարող բան չկա։ Բայց կան մարդիկ, ում այնքան ես սիրում, որ մտածում ես երևի քո էգոից կարևոր են։ Այսքան լռել ես, որ հիմա երեսով տաս։ Այսքան ասածիցս մենակ էդ հասկացար։ Մի հատ հանգստացեք երկուսդ էլ։ Խնդրում եմ։